Ամերիկայի Միացյալ Նահանգները մտել են երկրորդ համաշխարհային պատերազմ 42 թվականի դեկտեմբերի 7-ին, 41 թվականի դեկտեմբերի 7-ին, 41, 42, 41, Pearl Harbor, վերջացել է սեպտեմբերի 2-ին, 45 թվականի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որովհետև իրանց թե սկսել է թե դուրս գալը կապված էր Ճապոնիայի հետ։ Ճապոնիան իհարկե այդ բանի անդամ էր, բայց դենց չէ, որ Մայիսի 8-ը դա եվրոպական մայրցամաքում պատերազմական գործողությունների ավարտն է Բերլինյան գարնիզոնի հանձնելու հետ կապված։ Ընդհանրապես երկրորդ համաշխարհային պատերազմ։ Այնպիսի երևույթ, ինչպիսին մեծ հայրենական պատերազմն է, գոյություն չունի։ Մեծ հայրենական պատերազմը դա ընդհանրապես մի ժամանակահատված է, երկրորդ համաշխարհային պատերազմ, որը սովետական միությունը երկրորդ համաշխարհային պատերազմ մտել է որպես նացիստական Գերմանիայի մտերիմ դաշնակից, համատեղ ոչնչացրել են Լեհաստանը որպես սուվերեն երկիր, գրավել են, այնուհետ օկուպացիա են ենթարկել Բալթյան երկրները, Բեսարաբյան, այնուհետ եւ այդ ընթացքում Ռուսաստանը ամբողջությամբ կատարել է նացիստական Գերմանիայի խնդրանքը եւ մատակարարել է նիկել, մարգնեծ, կաուչուկ, նավթ, ցորեն, հացահատիկ, տարբեր տեսակի, ալումին, մետաղներ, ամեն ինչ։ Այն ընթացքում, երբ Հիտլերը կռվում էր Դանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ։ Այսինքն սովետական միությունը մինչև հայտնի բան կա, որ վերջի գնացքը, որը այդ պայմանագրի շրջանակներում բանա դուրս է եկել սովետական միության տարածքից 41 թվականի հունիսի 22-ին ժամը 2-ից քանի րոպե գիշերը։ Հիշեցնեմ, որ 4-ին արդեն գերմանական զորքերը, չէ, հայտարարված էր 3-ին Մոսկվայում Շելենբերգը, իսկ 4-ին գերմանական զորքերը անցել են հարձակման, այսինքն պատերազմից 2 ժամ առաջ սովետական միությունը, որ իր դաշնակցին տվել էր այդ հերթական ցորենի էշելոններ գնաց։ Սրա մասին է խոսքը։ Եվ եթե դուք ասում եք, որ Տրամպը, դուք չեք ասում, Տրամպն ասում, որ մայիսի 8-ին դա ինչ-որ տոն է իր համար, դա նրանից է, որ ինքը հոգու խորքում այդ բունկերային առնետով հիանում է։ Այսինքն ինքը ինչ-որ բաներ ունի, ինքը ինչ-որ մեկ գնացել էր անցած կադենցիային, երբ որ ինքը նախագահ էր, ինքը գնացել էր Մակրոնի հրավերով Փարիզ, Երեսեյան բանի Շանզելիզեում տեսել էր ռազմական շքերթը եւ եկել էր ասել էր ես ուզում եմ որ Վաշինգտոնում լինի ռազմական շքերթ։ Մարդը դիմենցիայի մեջ է, մանկամիտ է, ինքը մնացել է այդ տարիքում 12 տարեկան երեխու տարիքում է մնացել։ Իրա մոտ տենց ինչ-որ իրան թվում է այս բանը, զինվորիկների սալդատիկներով խաղա բան, մտ պարակ չլինի մայիսի 8-ին, խի մայիսի 8-ին, ոչ մեկ չգիտի։ Կամ ասենք առաջի համաշխարհային պատերազմի հաղթանակը նոյեմբերի 15-ին, նոյեմբերի 11-ին, այդ ինչ օր է։ Այդ ինչ կապ ունի առաջի համաշխարհային։ Չէ, ուղղակի իրան տենց հարմար է, 11-11 սիրուն է։ Վստահեցնում եմ ձեզ, որ այնտեղ 11-11 սիրուն է հարց է եղել։ Որովհետև նոյեմբերի 11-ը դա առանձնապես մի բան չի էլի։ Ադրբեջանցի միլիարդատեր Գոտ Նիսանովին վստահել են ամբողջ ռուսական բանակի սնդամթերքով ապահովել։ Գոտ Նիսանովը Ալիևի ազդեցության գործակալն է Ռուսաստանում համարվում եւ ասում են փաստորեն փաստացի Ալիևին է փոխանցվել Ռուսաստանի բանակի անվտանգությունը եւ սնվելու անվտանգությունը, ընդհանրապես բանակի անվտանգությունը, թե թունավորվեցին։ Անկորձենա, չէ, այդպես բաներ մի պատկերացրեք, որ ինչ-որ բան այնտեղ փողի հարցը, նախ Գոտ Նիսանովը ունի նաեւ ոչ միայն ինքը Ալիևի գործակալն է, ինքը նաեւ իսրայելական անձնագիր ունի, այսինքն այստեղ ռևերանսները տարբեր տեղեր են գնում, ոչ միայն Ադրբեջան, այլ նաեւ Իսրայել։ Այն, որ ինքը բացի ամեն ինչից հանդիսանում է Նարեշկինի մտերիմ ընկերը, եւ սա ընդհանրապես նշանակում է, որ
Պրիգոժինի կայսրության բսկտոցը դեռ չի վերջացել։ Այսինքն արտաքին հետախուզության ծառայությունը, հետախուզության ծառայությունը Ռուսաստանի փայ է մտնում, այնտեղ որ մինչև այդ մենակ գլխավոր հետախուզական վարչություններ, ինքը նույն ԳՌՈՒ եւ FSB-ն, ինքը նույն պատրուշ, այսինքն ստեղ գալիս է որ երրորդ հետախուզությունն էլ է մտնում եւ մեծ հաշվով Գոտնիսանովի ստեղ ավելի շուտ վզին փաթաթած է ոնց որ քանց ինքը շահույթ է ստանալու ուրիշ հարց է որ այդ գումարները քանի որ բանակը Ռուսաստանի ստանում է այսպես թե այնպես բյուջեի 30 քանի տոկոսը եւ դրա զգալի մասը սնունդն է որտեղ մոտավորապես 1 միլիոնի չափ մարդ են պահում եւ այդ սնունդը բանը դա մատակարարումը մեծ հաշվով ինքը տեղը այդ թվում հոսպիտալներ բաներ ահռելի գումարներ են եւ այս գումարները պետք է լվացվեն եւ գնան այս կամ այնտեղ օգտագործվեն այլ օպերացիաների համար մեծ հավանականությամբ SVR-ի այսինքն արտաքին հետախուզության ծառայության службա-ը չէ հա ծառայության օպերացիաների ֆինանսավորման համար անվտանգության բարձիկ է ստեղծվում է ֆինանսավորման աղբյուր եւ խոսքը վերաբերվում է նրան որ Գոտնիսանովի միջոցով այդ թևը որտեղ իրանց մոտ ամեն ինչ ուղղված է մեծ շահույթ ստանալու եւ հաշվի առնելով որ ողալ կաբինետում նստած անձնավորությունը այլևս որպես արևմտյան անվտանգության բան գոյություն չունի, որտեղ իր մոտ Տուլսի հաբարը դա անվտանգության պատասխանատուն, ով մի ուրիշ տիպի Պուտին ամոլա։ Այստեղ հարցը գալիս է նրան, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պետք է ստանա ինչ-որ մաքրված միջոցներ շատ փայ մտնելով բանակից, որպեսզի բանակը շատ բան չանի, էլի շատ չհաբրգի։ Որտեղ այդ առաջ Շոյգուին էր տված։ Սա ընդհանրապես նշանակում է, որ Շոյգուին գծերից գցում են։ Շատ ավելի արագ, քան որտեղ անմիջապես բանի Վագների ոչնչացումից հետո Շոյգուն վերցրեց, իրենք ստեղծեցին Եվկուրովի գլխավորությամբ Ռիդուտը, որը որ Վագների օպերացիաները Աֆրիկայում վերցրեց իր վրա, իսկ Աֆրիկայում իրանք ապահովում էին ադամանդի, բան ոսկու, պլատինայի եւ այլ մնացած այդ հանածոների անվտանգությունը եւ փային մտնում, ամեն ձև փային մտնում, այդ հիմնականը Մալին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Նիգեր, փորձեցին Չադում ֆրանսիացիքից ստացան գիտբերներին դուրս եկան, բայց իրանք այդտեղ հետ կտորում են։ Ալիևինաս ամբողջի մեջ դիտարկել պետք է։ Ալիևը այս հարցում շարունակում է մնալ ինքը մինյոն է։ Ինքը ինդիվիդուալ խաղացող չի։ Ինքը ուղղակի հա բանն է ինչ որ մի կերպ ուզում է օգտակար լինի։ Այդ օգտակար լինելը անմիջականորեն կապված է դրա հետ, որ ինքը շարունակում է Իսրայելի հետ հարաբերությունները հակաիրանական թևում, ինքը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, որ իր իշխանությունը պահի, ինչպես նաև ստիպված է կատարել Ռուսաստանի պահանջները նաև հակահայկական թեման է, որովհետև իր մոտ հակահայկականությունը իր իշխանության, պետության, հետևաբար իշխանության պահպանման հարցն է։ Էլ բազմիցս ասել եմ, չկրկնվեմ, իր էթնոգենեզը, ադրբեջանցի կոչվածը, դա այն է, ով որ ուզում է մորթի հային։ Այդ առումով, ասենք, միջին Պուտինոիդը եւս ադրբեջանցի է, էլի։ Ասենք իրանց մոտ էս հակահայկականության վրա կառուցված։ Իր համար էս ամբողջ խաղերը կապված նրա հետ, որ նավթ ռուսական գազ ծախել, նավթից եկած փողը բան անել, այս Գոտնիսանովը, հասկանում եք Գոտնիսանովը իր մասշտաբի Գոտնիսանովը Կուբայի ներկայացուցիչ է, Կուբա քաղաքը բանում, Ադրբեջանում, ինքը ամբողջական հրեական քաղաք է։ Եվ դրա համար է այդ բանը, որ Նիսանովին նշանակելը ուրիշ բան է։ Ստեղ գալիս է կպնում է Ադրբեջանի միջոցով, ուղղակի գալի կպնում է Իսրայելի շահերը, Ռուսաստանի շահերը եւ Ալիևը այդտեղ ընդամենը բանի
խրճիթի տերն է, որտեղ որ իրանք հանդիպում